Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսաձայնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է դրվել. արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է դրվել։ Օրինակ հարց չի դրվել. արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, հա որևէ նման հարց չի դրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, ասում մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահել մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք Սարգսաց, չէ՞։ Օրինակ ես հիշում եմ, որ Արշակ Սրբազանի ասուլիսից հետո, վերջին ասուլիսից հետո, այսպես էլի բարձրախոսները դրված էին, սրանք բարձրախոս են, թե հա, դրված էին եւ հենց այդ կադրերի վրա հավանաբար նույն մարդիկ կամ նույն խմբերը մեկ այլ տեսագրություն ստեղծեցին, թե իբր Արշակ Սրբազանն այստեղ դրած ինչ-որ օղի էր խմում եւ այլն։ Հիմա այդ տեսագրությունը, իհարկե տեսագրությունը հետո անհետացավ, չհասկացա որ շնջեցին, երևի հասկացան ինչ են արել։ Հիմա այդ տեսագրությունը, եթե օրինակ ներկայացնեինք այն փորձագետին, որը որ քննչականի համար այդ փորձակնությունը արել էր, դա էլի պիտի ասեր, չէ՞ որ տեսագրության մեջ այդ անձը եւ Արշակ Սրբազանը հավանաբար կամ հնարավոր է որ նույն անձինք են։ Ընդ որում շատ կարեւոր մի բան, հա, տվյալ տամ, փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են, բայց քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում։ Հիմա այս շրջանակներում, որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձաքննության եզրակացությունը։ Ընդ որում ես դրան փորձաքննություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձաքննություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը տեսագրությունը իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին այս փորձաքննությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգով օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալու։ Եվ մեր առաջին հարցը հենց դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեց, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են թե ոչ։ Այս հարցը պիտի տրվեր փորձագետին։ Բայց այդտեղ դա էլ չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են հարի ստորագրի, դից ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, հա, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող են լինել եւ ցանկացած անձ էլ նույնիսկ ոչ փորձագետ կարող են նայել, ասել դե հա նման են իրար, էլի դե ոնց որ թե նույն անձն է, բայց դրա մասին չի խոսքը։